Բարև երկիր, մենք շարունակում ենք մեր ընթացքը եւ ուզում ասել, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում անցկացվելու է պանելային քննարկում նվիրված կնոջ հագուստի պատմությանն ու ժամանակի ընթացքում դրա փոխարկերպումներին եւ այդ առիթով ունենք շատ հետաքրքիր հյուրեր։ Կամաց մոտենում ենք միամսյակին, սիրելի հեռուստադիտողներ։ Ազգագրագետ, դիզայներ, Սեմա հայկական հագուստի ապրանքանիշի հիմնադիր Վահե Քոթանյան, բարի լույս, Վահե, եւ Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղերի գծով փոխտնօրեն Արուսյակ Ղազարյան, ձեզ էլ բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Շնորհակալ եմ։ Ինչպե՞ս եք։ Ձեր տաղավարում հրաշալի։ Ընտիր։ Շնորհակալ։ Մի քանի ժամ է մնացել մինչև ձեր միջոցառումը կսկսվի։ Շնորհակալ ենք իսկապես ժամանակ տրամադրելու եւ հասցնելու համար։ Ինչպես եք տրամադրված այս պահին եւ արդեն ժամեր անց ինչ է սպասվում ձեզ մոտ եկողներին։ Տրամադրված ենք բնականաբար շատ այսպես մարտական, չնայած որ կանանց մեկամսյակն է մեկնարկում, այնուամենայնիվ կարծում եմ այն հետաքրքիր պանելային քննարկումը, որ նախաձեռնել է Հայաստանի պատմության թանգարանը, իսկապես գրավիչ է եւ հետաքրքիր է շատ շատերին, ոչ միայն կանանց եւ աղջիկներին, այլ նաեւ հակառակ սեռի, մեր հայրենակիցներին եւ իրականում այս պանելային քննարկումը նախաձեռնվել է հիմքում ունենալով Հայաստանի պատմության թանգարանի վերջերս վերաբացված մշտական ցուցադրության Հայաստանը 19-րդ դարում ժամանակահատվածը, որտեղ ի թիվս բազմաթիվ այլ նյութերի ներկայացված է նաև մեր ֆոնդից տարազային բացառիկ այսպես հավաքածու մի քանի շքեղ համալիր, որոնք ընդհանուր պատկերացում են տալիս Հայաստանում պատմազգագրական այդ ամբողջ շրջանի մասին, այնպես որ պանելային քննարկման մասնակից մեր այցելուները հնարավորություն կունենան նաև շրջելու եւ տեսնելու այդ բնօրինակ շքեղ տարազները։ Մեզ համար իրականում շատ կարեւոր է, որպեսզի նյութը, որ ներկայացված է թանգարանում, չմնա միայն թանգարանային կոնտեքստում, այլ դառնա ավելի կենթանի եւ դուրս գա հասարակություն եւ այս պանելային քննարկումը կամ թանգարանի կողմից իրականացվող այլ ձևաչափի միջոցառումները հենց այդ նպատակին են միտված։ Տարազների թեման կարծում եմ արդիական է, որ կան էլ այն վերջին տարիներին հատկապես այսպես տարբեր հարթակներում շոշափվում է, խոսվում է, այնուամենայնիվ մնում է արդիական եւ մեզ համար շատ կարեւոր է հասկանալ արդյոք ինչ դեր է ունեցել ավանդական հագուստ առհասարակ հայ կնոջ կյանքում եւ ինչպես դուք արդեն ձեր խոսքում նշեցիք, ինչպիսի փոփոխություններ է կրել ժամանակի ընթացքում եւ արդյոք այդ տարազից կամ այդ համալիրից մեր օրեր, մեր կենցաղ, մեր առօրյա հասել է ինչ-որ մի բան եւ ինչքանով են այսօր մեր նորաձևության ոլորտի ներկայացուցիչները օգտվում այդ համալիրներից, այդ գիտելիքից եւ ինչքանով են դա վերածում կենցաղում, ինչքանով են կիրառում կենցաղում։ Շատ հետաքրքիր իրականում բան ասացիք, որքանով են ներկայումս օգտվում, բայց այստեղ հարցը թերևս Վահին էլ կհուզի, որտեղ շատ հաճախ է գրառումներ անում, ոչ միայն օգտվում, այլ նաև գրագետ օգտվում, չէ՞ որ օգտվել եւ գրագետ օգտվել ճիշտ ներկայացնելը տարբեր է, Վահե, այս մասով ինչ կասես։ Բավական հետաքրքիր թեմա է եւ պանելային քննարկման ժամանակ իհարկե մանրամասն կքննարկենք, որովհետեւ հրավիրված մասնագետները իրենց մասնագիտության մեջ լավագույն մասնագետներն են իհարկե, ովքեր որ կարևորում են ամենաառաջինը գրագիտությունը եւ դրանցով ճիշտ զբաղվելու այդ կոնտեքստը, գտնել մի բան, որը պետք է լինի նորաձև, բայց լինի նաեւ էթնիկ դաշտում պահպանող եւ յուրահատուկ տարբերակով։ Այստեղ շատ յուրահատուկ է հատկապես տարազների վերաստեղծման փուլը, որովհետև այլ բան է, երբ որ մենք անում ենք նորաձևություն, որի մեջ պետք է օգտագործել էթնիկ ցուցիչներով ինչ-որ ժամանակակից հագուստ ստանալու համար, եւ այլ բան է, երբ որ լինում է տարազի վերաստեղծում, բնօրինակ նմուշներից կրկնօրինակման տարբերակ կամ օրինակ ժամանակակից հագուստում դրա արտահայտման միջոցները։ Շատ հաճախ մենք ասում ենք, որ իհարկե նորաձևությունը ազատ է, որովհետև սահմանափակել չենք կարող մենք որևիցե ստեղծագործողի, բայց այստեղ մի բայց կա։ Երբ հասնում է խնդիրը նրան, որ գալիս ենք դեպի էթնիկ հագուստ, տարազ, ապա այստեղ դրվում է սահմանափակում։ Ինչու՞, որովհետև երբ մենք աշխատում ենք տեղային որոշակի տարազների, էթնիկ ցուցչային առանձնահատկություն ունեցող հագուստների հետ, հետեւաբար սրանք ազգային մշակույթ են եւ դրանց փոփոխման եւ նորաձևության մեջ ազատ կիրառման դեպքում, եթե դա չի արվում գրագետ, եթե չի արվում դա կոնցեպտուալ տեսանկյունից, հստակ գունաբաշխման տեսանկյունից, կոմպոզիցիոն եւ այլ լուծումներով, ապա այստեղ մենք ունենում ենք խնդիր, որովհետեւ էթնիկությունը պայմանավորվում է մի քանի կոմպոնենտներով։ Եթե այդ կոմպոնենտները չի բավարարվում, ապա այս դեպքում մենք ստանում ենք հագուստի ոչ լիարժեք տարբերակ եւ նորաձևությունը դառնում է
ոչ այլ ինչ, այս դեպքում ոչ թե նորություն, այլ դառնում է աղավաղված հնի կիրառություն, հա։ Ես ուզում եմ խոսել նաև, որ նորաձևությունը ոչինչ երբեք չի համարվում նորույթ, որովհետև սա պտտվող անիվ է, հինը գալիս է սկիզբ, հետո նորից այսպես պտտվում է։ Հայկական նորաձևության հետ կապված մի հետաքրքիր պատում տարազի հետ կարող եմ ձեզ ներկայացնել, որը խոսում է կոնկրետ հայտնի Շամիրամ Խորասանյանի մասին, ով հայտնի առևտրական Խորասանյանների, այսպես ասած, կինն էր եւ Մամիկոյանների տոհմից էր սերում, երբ որ իր եղբորը ինչ-ինչ պայմաններում հեղափոխության հետ կապված ձերբակալել էին, մեկնում է Ռուսաստան եւ Մարիա Ֆեոդորովնայի մոտ խնդրելու, որ իր եղբորը ազատ արձակեն, գնում է Երևանյան հայտնի քաղաքային տարազով։ Ու Մարիան տեսնելով, ով հայտնի էր, որ ֆրանսիական նորաձևության եւ ամենաշքեղ, այսպես ասած, նորաձևության գրող հագուստներից մեկն էր կանանցից, կայսերական, տեսնելով այդ հագուստը, խնդրում է, որ իրեն եւս ուղարկի այդ հագուստից։ Եվ այս պատմությունը մեզ պատմել է Ռեգինա Ղազարյանը, Եղիշե Չարենցի ձեռագրերի փրկողը, Շամիրամ Խորասանյանի թոռնուհին է եղել։ Հետեւաբար մենք այս կարևոր հարցին անդրադարձել, ինչու, որովհետև նորաձևությունը դա միայն չի սահմանափակվում Ֆրանսիայով եւ եվրոպական որևիցե երկրով։ Հա, տեղային նորաձևություն եւս մենք ունեցել ենք։ Նույնը կհիշատակենք օրինակ Մադամ Շանտրի այցելությունը, հա, որը հայտնի ճանապարհորդ էր եւ գրող էր, ով իր հնագետ ամուսնու հետ պտտվում էր ամբողջ Կովկասում եւ լինելով ախալցխայում գրում է այնտեղի կանանց, հայ կանանց հագուստի նրբաճաշակությունը, ոսկու համադրությունը եւ շքեղությունը։ Տեսեք, Մադամ Շանտրի ամուսինը ֆրանսիացի էր, ինքը շվեյցարիացի, բայց հիացմունքը իրեն ուղղակի այդ փայլը, որը որ համադրվել էր, չէր կարողանում ոչ մի ձև կտրվել այդ մտքից, որ Կովկասում կա նմանատիպ չքնաղ տարազային համալիր, որը կարելի է տեսնել առօրյայում հագուստ որպես։ Գիտեին ինչ։ Հետաքրքիր է, որ հին ժամանակներում հայ կնոջ հագուստը, հա, ոչ միայն նորաձևությունն էր թելադրում, այլ նաև խորհրդանշական էր եւ ձևավորվում էր տարբեր պատմական, քաղաքական, հասարակական իրադարձությունների ֆոնին։ Հիմա հետաքրքիր է, երբ դիզայներները այդ տարազային դետալներ փորձում են ներմուծել մեր նորաձև հագուստներ, ինչ միտում եւ ինչ հաղորդագրություն են ուզում դրանով փոխանցել, զուտ նորաձևություն, թե իսկապես մեր արմատներին, մշակույթին վերադարձ, հավատարիմ մնալ, սերնդեսերունդ փոխանցելու խնդիր ունենք նաեւ։ Եթե հարցին ձևված ես պատասխանեմ, կամ արեցակ, որտեղ միասին նաև կանադառնանք, այո։ Ես իմ մասով անդրադառնամ, հա, նորաձևության հետ կապված եւ դրանց համակցումը տարազային դետալների, երկու խնդիր կա այստեղ։ Հատկապես վերջին տարիներին արդիականացումը շատ մեծ թափով ենք մենք տեսնում։ Ես ամեն անգամ նշում եմ, որ սրա միակ պատճառը պատերազմն էր, որովհետև գոյություն ունի պատերազմի հոգեբանություն։ Այսինքն, երբ պատերազմի մեջ գտնվող երկիրը իր, այսպես ասած, ապահովությունը զգում է սեփական արմատին կարճած լինելով։ Դա է պատճառը, որ մենք տուրք տվեցինք հայկական տարազի այսպես տարազային կտորների արտադրությանը, տարբեր հագուստների արտադրությանը, որտեղ կա որոշակի նմուշների կիրառություն, զարդանախշերի, այսինքն սա ներքին հոգեբանություն է, ապահով զգալ ինքդ քեզ քո արմատի մեջ։ Սա մի տեսանկյունից։ Երկրորդ տեսանկյունից տարազային լուծումները բավական հետաքրքիր է, որ արվում են, որոշները կան, որ արվում են գրագետ, որոշները կան ուղղակի արվում են արվելու համար, որովհետև ես միշտ ճիշտ եմ համարում, եթե աշխատվում է այդ ամբողջ կոնցեպտը ստանալուց, պետք է աշխատեն տարբեր մասնագետներ, հա, միայն դիզայներ լինելով մենք չենք կարող, եթե խոսքը վերաբերվում է էթնիկ որևիցե տարերի կիրառությանը, մենք չենք կարող միայն դիզայներ լինելով այդ ամենը անել։ Պետք է համակցված աշխատանք տանել մշակութաբանների, ազգագրագետների, տարազագետների, ավելի խորը ուղղվածության մասնագետների հետ, ովքեր ճիշտ կուղղորդեն, որովհետև այսօր համացանցային հարթակը բաց է, այնտեղ ամեն ինչ դրվում է տարբեր մարդկանց կողմից, այսինքն կարող ես դու մասնագետ չլինել, վերցնել մի նկար, գրել տակը հայկական տարած կամ հայկական զարդանախշ, հաջորդը, որ եւս մասնագետ չէ, վերցնում է, կիրառում է ու սկսում է մի ամբողջական շարք թողարկել հագուստի։ Սա այն ամենավատ աղբյուրն է, որ կարելի է տարածել եւ սխալ թույլ տալ կապված նորաձևության հետ։ Հետեւաբար ճիշտ է համակցված եւ գրագետ աշխատանքը տարբեր մասնագետների հետ եւ ստանալ վերջնարդյունքում ճիշտ նորաձևության համար տար, որը կարելի է առօրյայում կիրառել։ Ինչու է սա միտված հատկապես հագուստի նորաձևության մեջ ներառել էթնիկությունը, որովհետեւ մենք գիտենք, որ
տարազը իր բնօրինակ վիճակով այսօր կրել չենք կարող։ Փոփոխությունը բնակլիմայական պայմանների, տրանսպորտային փոփոխությունը եւ մի շարք այլ փոփոխություններ, որոնք նպաստում են հագուստի չկիրառելի լինելուն, հա։ Սա է պատճառը, որ տարազները այս պահին մենք չենք կարող հենց իրենցով կրել առօրյական որպես հագուստ։ Դրա համար փորձում ենք էթնիկության որոշակի ցուցիչներ ներդնել ձևացկաբանական, դա կլինի զարդանախշի կիրառության, թե ամբողջական կոմպլեկցիա, որը կհիշեցնի տարազ, բայց չի լինի տարազ մի քանի կտորանի տարբերակի, հետաբար սա մեզ տանում է դեպի մեր արմատ, բայց իհարկե չի կարող պահպանել այնպես, ինչպես 19-րդ դարի հագուստներն էին, որտեղ մեր կեցութաձևը ամեն դեպքում փոփոխվել է եւ ժամանակակից աշխարհում ծանր այդ ամբողջական համալիրներով իհարկե մենք չենք կարող այսօր ապրել, աշխատել եւ իհարկե գնալ որևիցե տեղ, հա։ Թերևս այս ամենը խոսում է այն մասին, որ որքան էլ փոփոխությունների ենթարկվելով մենք սիրում ենք պահել մերը եւ հատկապես այսօրվա միջոցառումը կարծես հենց դրա մասին է։ Կուզեմ խոսել, թե ինչու շեշտադրումը դրվեց այս ամենի վրա եւ հատկապես որ գծերն են առանձնացվելու եւ ինչու հենց այս մասնագետներին որոշեցիք ընդգրկել այդ միջոցառման մեջ։ Ինչպես արդեն իմ խոսքի սկզբում նշեցի, թեման տարազների իսկապես արդիական է, չնայած այդ վերջին տարիներին, հա, այսպես ավելի մեծ միտումով եւ նորաձևություն է մտել եւ նաեւ կրկնօրինակման process է ընթանում, բայց միևնույն է շարունակում է մնալ արդիական եւ մենք արդեն ունենք վերաբացված ցուցասրաններ, որտեղ մարդիկ կարող են գալ, տեսնել բնօրինակ նմուշները, ոգեշնչվել այդ նմուշներով եւ ամենակարևորը, ինչպես Վահեն նշեց, ճիշտ եւ գրագետ օգտագործել յուրաքանչյուր զարդանախշ, յուրաքանչյուր դետալ, որովհետեւ հայկական ավանդական հագուստում, կնոջ հագուստում որևէ տար ու որևէ դետալ պարզապես դետալ չի եղել։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է կոնկրետ իմաստ, կոնկրետ խորհրդաբանություն եւ մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի եթե մենք այսօր նաեւ կիրառում ենք, իսկ մեզ համար շատ կարեւոր է որպես մեր ինքնության մի մասնիկ կիրառել գոնե այդ դետալները, եթե ոչ ամբողջությամբ տարազը հասկանալի է, ժամանակները փոխվել են, ամբողջությամբ կիրառել ամենօրյա հագուստում չենք կարող, բայց այն դետալները, որոնք օգտագործում են, դրանք եւս լինեն գրագետ եւ պահեն այն իմաստն ու խորհրդաբանությունը, որ կրել են դարեր շարունակ։ Այդ նպատակով մենք պանելային քննարկմանը հրավիրել ենք եւ ազգագրագետների, իրենց ոլորտում հայտնի մասնագետների եւ նաեւ նորաձևության ոլորտի մասնագետների, որոնք այսօր ինչ որ առումով նաեւ նորաձևություն են թելադրում, որովհետեւ մենք կարողանանք այդ երկուստեք զրույցի ընթացքում հասկանալ ինչպիսի դեր է ունեցել առհասարակ հագուստը կնոջ կյանքում, ինչ խորհրդաբանություն է ունեցել, որ զարդը կամ որ դետալը ինչ նշանակություն է ունեցել եւ ինչքանով կարող է դիզայները օգտվել, փոխել, ձևափոխել այդ դետալները, թե որպես արվեստագետ օրինակ կարող է օգտագործել այնպես ինչպես ինքն է ցանկանում։ Այս համար կարծում եմ այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի ի վերջո արդյունքում ստանանք փոխակերպում, բայց գրագետ փոխակերպում։ Ազատ է, ովքեր կարող են։ Ես եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեզ մոտ պանելային քննարկումը տեղի է ունենալու այսօր, արդեն ժամը 2-ին, մուտքը քննարկման ազատ է, այնպես որ սիրով սպասում ենք բոլորին, համեցեք եւ դուք էլ կարողանաք դա լինելու միջոցառումը միայն այսօր։ Միջոցառումը այո, բայց ցուցադրությունը բնականաբար մշտական կա եւ կարող են յուրաքանչյուր պահի այցելել, դիտել եւ վայելել։ Լավագույն տարբերակն է գնալ քննարկման, որից հետո նաեւ նման միջոցառումը, ինչպես նաեւ Վահեն Facebook-ում շատ ակտիվ է, տարբեր խմբերում, այսա հայկական է, սա հայկական չէ, բոլորը կարծում են Վահեին արդեն այդ հարթակից գիտեն։ Նման միջոցառումներն էլ իհարկե խրախուսել են, բայց հետաքրքիր է, հատկապես վերջին շրջանում այստեղ պատերազմի հոգեբանություն արտահայտությունը ասաց Վահեն, հատկապես վերջին տարիներին, երբ մեր հարևան պետությունների կողմից փորձում է անընդհատ յուրացվել եւ խեղաթյուրել մեր հայկական մշակույթը, զարդանախշերը, հա, այդ բոլոր դետալները, այդ ժամանակ կարծես թե ավելի մենք արթնացանք եւ որոշեցինք, որպեսզի այսպիսի արշավներ անենք։ Բայց արդյոք այս ամենը բավարար է։ Կարիք կա ավելի մեծածավալ, ավելի հանրային այնպիսի միջոցառումների, որպեսզի այսպես թիրախավորված մենք էլ կարողանանք մեր պատասխանը տալ, որ ոչ ներողություն, բայց սա մերն է։ Մշակույթը պահելու եւ հանրայնացնելու կարիք բոլոր ժամանակներում ունենք, բոլոր ժամանակներում եւ պարզապես չի կարելի ուղղակի սահմանափակվել ինչ որ ժամանակահատվածով եւ ավելի հանգիստ լինել, որ այս հատվածում ես իմ գործը արեցի։ Ոչ, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը եւ անձնապես եւ նաեւ կառույցների առումով ունենք մեր անելիքն ու ասելիքը այդ գործում։ Պատմության թանգարանում մշտապես եղել է եւ վերջին տարիներին հատկապես նաեւ ակտիվացել է հրատարակչական գործունեությունը
ազդեցությունը։ Ես հատկապես ուզում եմ այս մասին խոսել, որովհետև այն բոլոր հետազոտությունները, որը արվում են մեր գիտական բաժինների կողմից, կլինի ազգագրության ուղղությամբ, հնագիտության եւ այլն, դրանք վերածվում են գրքերի, վերածվում են պատկերագրքերի, ինչը ավելի մնայուն է դարձնում այդ հետազոտությունների արդյունքները եւ դառնում է իսկապես դասագիրք այլ մասնագետների համար, ովքեր փորձում են ճիշտ եւ գրագետ տեղեկույթ գտնել։ Մենք այցելուներին հնարավորություն ենք տալիս ոչ միայն գալու ու տեսնելու, այլ նաեւ իրենց հետ ունենալու այդ հրատարակչությունը, այդ գրքերը, այդ դասագրքերը, որոնք ամբողջը փաստարկված են մեր մոտ վավերագրված, մեզ մոտ պահպանված նյութերից։ Պետք չի ինչ-որ մի բան հորինել, հա, եթե մեր հարևան պետությունները հորինում են, խեղաթյուրում են եւ այլն, մենք փաստացի այդ ամենը ունենք հազարամյակներ շարունակ պահել, հաստրել ենք մինչեւ մեր օրեր եւ շատ կարեւոր ենք համարում նաեւ դրա հանրահռչակման բոլոր հնարավոր ձևերը օգտագործել, կլինի հրատարակչություն, կլինի նմանատիպ միջոցառումներ, ամենատարբեր այսպես ձևերը օգտագործելով հնարավորինս բոլոր լսարաններին հասցնելու մեր ասելիքը։ Վահեն, հետաքրքիր է, ունի այլ ավելի լայն ծրագրեր ու նախագծեր այս ուղղությամբ։ Հա, իրականում ես միշտ եմ դրա մեջ, այսպես ակտիվ քարոս եմ անում, ինչպես տեսնում են Facebook-ի եւ սոցցանցային այլ հարթակներում, չգիտեմ, դա ոչ միայն իմ մասնագիտությունը, այլ իմ ապրելակերպն է։ Ես այդպես եմ փաստում, որովհետեւ որպես մասնագիտություն եթե դիտարկենք, բավական բարդ մասնագիտություն է մեր օրերում, հա, բայց եթե դու չսիրես քո մասնագիտությունը, ես ասում եմ միշտ պետք է սեր լինի դրա մեջ։ Եթե դու սիրով չես մոտենում, ուղղակի աշխատանք ես անում, միևնույնն է չի ստացվելու։ Ես դա համ սիրում եմ, համ աշխատում եմ, դրա համար կարծում եմ դա իմ առօրյան է այս դեպքում եւ որևէ ձևով ես չեմ անում ինչ որ բան ցույց տալու համար, ամենակարևոր փաստը կարող եմ արձանագրել, ես անում եմ որպեսզի մեր բոլորի համար լավ լինի եւ իհարկե մեր մշակույթը փոխանցելիություն պետք է ունենա, որտեւ եթե մի սերունդ օրինակ չի վերցնում այն առաքելությունը, որ պետք է փոխանցի իր մշակույթը, կտրվում է այդտեղ։ Հա, հիշեք 1915 թվականը, որից հետո հայոց ցեղասպանությունը մեծ պատճառ այս դեպքում դարձավ հենց մեկը օրինակ տարազների ծիրուցան լինելու եւ տարազի որպես կենցաղավարության մեջ կենսակերպում դրա կիրառությանը, որովհետեւ տարածվեցին, դուրս եկավ, տեղափոխվեցին, մարդիկ գաղթեցին եւ արդյունքում մենք ստացանք նաեւ ոչ միայն մարդկային զոհեր, այլ նաեւ մշակութային ցեղասպանություն։ Հետաբար սա մեծ ազդեցություն է մեր օրերում պահպանել եւ սերնդեսերունդ փոխանցել, որովհետեւ սերնդափոխությունը միշտ պետք է լինի, որովհետեւ մշակույթը ինչքան էլ որ հին է, նորություն է պետք, նոր մատուցման ձև, հա, որը պահպանում է արմատը եւ չի ձևախեղում հին տարբերակը այս դեպքում։ Իսկ ինչ վերաբերվում է առաջիկա ծրագրերի մասին, երևի մեր սիրելի թանգարանի, պատմության թանգարանի հետ կապված մի նոր մենք ձեռնարկ այսպես ունենք, հա, մտածված շատ հետաքրքիր մի թեմա, հայ կնոջ բնական շպարի գաղտնիքը, այսպես հետաքրքիր մի թեմա, ամսի 14-ն է լինելու, կհետևեն Facebook-յան իմ հարթակին եւ Հայաստանի պատմության թանգարանի հարթակին, որտեղ դրված կլինի միջոցառումը ժամով եւ մնացած մանրամասներով, որտեղ խոսվելու է հայ կնոջ բնական շպարի գաղտնիքի, դրանում կիրառվող նյութերի, թե ինչպես են հայ կանայք օրինակ այլ երկրներից զատ օգտագործել այնպիսի տարրեր, որոնք իրենց մահ չեն առաջացրել, բայց օրինակ դրան հակառակ եվրոպական շատ երկրներում օգտագործել են միջոցներ որպես գեղեցկության միջոց զոհաբերելով իրենց, որովհետև իրենք օգտագործում էին ոչ բնական թունավոր նյութեր եւ այլն։ Այստեղ շատ հետաքրքիր հակադրություն է լինելու։ Ես փակագծեր եւ ճակերտները չբացեմ, որովհետեւ ավելի հետաքրքիր լինի եւ կանանց եւ տղամարդկանց շատ հետաքրքրելու այս թեման, որովհետեւ փոխհամատական կերպով այս ամեն ինչը մատուցվելու Հայաստան եւ հարակից երկրներ, որպեսզի հասկանանք տարբերությունը, թե ինչ են օգտագործել եւ ինչ միջոցներ, ինչքան գիտակ են եղել եւ այսօրվա այն տրենդները մաշկի խնամքի եւ այլն հետ կապված որ կա, դրանք դորություն չեն, դրանք հնի ծաղկում են պարզապես։ Ինչպես ասում են, յուրաքանչյուր նոր բան դա լավագույն մոռացվածինն է, հատկապես հայի դեպքում, երբ ուսումնասիրում ենք մեր թեյերի բաղադրությունը, որոնք երկարակեցություն են ապահովել, մաշկի խնամք են ապահովել եւ շատ հետաքրքիր թեմա եւ թերևս այս շարքը կարող է լինել շարունակական, որովհետեւ մենք ունենալով նմանատիպ
գանձեր, հա, մեր արդեն պատմության մեջ ամեն առումով մաշկի խնամքի արտակնի մշակույթի մեզ մնում է այս սերնդին մնում է պահպանել դուք ձեր տեղում ձեր գործը անելով եւ մենք էլ իմ գործընկերու հետ այդ մասին խոսելով մարդկանց տեղեկացնելով եւ ասելով որ դուք էլ կարող եք դառնալ մեր մշակույթի պահպանման մի մասնիկը։ Այո։ Ես ուզում եի նաև հավելել, որ կանանց մեկամսյակի շրջանակում պատմության թանգարանը չի սահմանափակվելու միայն մեր այսօրվա զրույցի թեմա դարձած պանելային քննարկմամբ, այլ ինչպես արդեն Վահեն նշեց, հենց այդ նույն մեկամսյակի շրջանակում մենք կունենանք դասախոսություն եւ ոչ միայն նախատեսում է նմանատիպ պանելային քննարկում նաև մայրության եւ գեղեցկության տոնը եւ փորձեմ երևի թե ճակերտները բացել եւ ասել, որ մեր այցելուների համար նաև անակնկալ ենք պատրաստել այս մեկամսյակի շրջանակում եւ համագործակցելով Մարաշլյան ֆոտոատելյեի հետ առաջիկա մեկ ամսվա ընթացքում մեր այցելուները հնարավորություն կունենան նաեւ հենց պատմության թանգարանում մշտական ցուցադրությունը դիտելու, շրջելու, տարազները այսպես գեղագիտորեն վայելելուց հետո փորձել նաեւ այդ տարազների կրկնօրինակները լուսանկարվել եւ ունենալ նմուշների կրկնօրինակները, այո, եւ լուսանկարվել ու ունենալ ամեն օր լինելու այդ հնարավորությունը։ Մեկ ամսյակի ընթացքում, այո, բոլոր աշխատանքային օրերին ունենալու ենք այդ հնարավորությունը։ Շատ շուտով դեռ տարածված չէր այդ տեղեկույթը, բայց որոշեցինք, որ ձեր տաղավարում կարող ենք այս մասին խոսել, առաջիկայում նաև հայտարարությունը կլինի մեր պաշտոնական կայքեջում եւ սոցցանցային հարթակներում, այնպես որ կարծում եմ եւս մեկ լավ հնարավորություն ու առիթ հաղորդակցվելու տարածքային մեր հեռուստադիտողներին, այո, ինչու ոչ, մենք յուրաքանչյուրս պատմության մի մաս ենք կազմում, այսօր էլ կարող ենք գնալ, դառնալ վառ վկայություն եւ այդ տարազներով ունենալ գրագետ տարազներով, գրագետ լուսանկարներ ստեղծել սեփական պատմությունը, այո։ Շնորհակալություն ձեզ։ Ձեզ եւ շնորհակալություն եւ սիրով հրավիրում ենք ձեզ այսօր մեր հետ միանալու քննարկմանը, վստահ եմ ձեր հարցերը շատ են լինելու, դրանց մի մասը արդեն կարող եք մեր պանելային քննարկման ընթացքում եւ հղել մեր բանախոսներին։ Շնորհակալ ենք հրավերի համար եւ հետաքրքիր զրույցի համար։ Այո, ինչ պանելային քննարկման մասին է խոսք, սիրելի հեռուստադիտողներ, այսօր Հայաստանի պատմության թանգարանում ժամը 14:00-ին ճիշտ եմ ասում, անցկացվելու է պանելային քննարկում նվիրված կնոջ հագուստի պատմությանն ու ժամանակի ընթացքում դրա փոխակերպումներին։ Իսկ մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը։